Այսօր թարզ ոտի վրա է արթնացել Հովիվ Անաստասը, առավոտ ծեքն է, գյուղը դեռ քնած, բայց կնդարարի բարձունքում Հովիվն արդեն հոգնել է, անտեր ոչխարներին վազանցելը դեռ ոչինչ կդիմանա, իսկ այդ թոռան հայտնած լուրից, թե սորեքուց գնում է խոպան, կամ էլ թե Եվրոպաներ, Հովիվ Անաստասի հոգին տակնու վրա է եղել։ Դե որ գնում անդի, էր որս էլ ասում են կամուսնացի, չի ամուսնանեմ, ուրեմն ալյան ու գալյան հրավիրում են։ Էդ էլ ասեմ, ընդյան բերողնի էլ այլել, բայց ըստի շատը բինաչի բռնեցին, զավակն էլ ունեին, զավակի հետ էլ վեկացանում գնաց։ Ինքն էր ժամանակին խոպանի ճամփաներ բռնել, Լեն Այտանյաներից հազիվ փող եկավ, բռնեց հայրենի տան ճանապարհն ու որոշեց, ինչ էլ լինի չի գնալու Ռուսաստանը չիկ, դե Եվրոպաներում չի եղել, բայց գիտի, այնտեղ էլ ամեն մեկին չեն սպասում, հազար ու մի խնդիր, հազար ու մի դժվարություն, ասում է պապը։ Գնում եմ ես Եվրոպա, արա Եվրոպա գնացողը, Եվրոպա ապրող մարդը, այնա Եվրոպա գնացողներին էլ տանում են կամ ընդի տուն են անում, կամ հետ են հարկում, կլիզմ են անում, ասում են գնա։ Էլ ուրիշ ինչ ասեմ ես աղջիկ ջան։ Մեր գիտության աշխատող ինժեներ կոչեցյալները նրանք թույլ չտային տալ իրանց լավ էթալ գիտնականներին աչքի ծախի վրա հարգեն, այսինքն նրանց գումարը պետք է տային, նրանց գումարը չտվին, նրանք էլ փախան ամեկը մի այլ երկրի վրա ու մենք մնացինք սննկացած պահը, աղջիկ ջան, այսինքն հարցեր կա։ Թոռանը Սաստել նախազգուշացրել է Եվրոպայի վտանգների մասին, չէ ինքը չի եղել այդ կողմերում, բայց ամեն ինչ գիտի ամենայն մանրամասնությամբ, մի խոսքով թումանյանական գիքորի ոճով ձեռնաքաշություն չանես, կարելի է քեզ փորձելու համար փող վերգծեն, մոտենաս ոչ, մի օր սոված կմնաս, մի օր էլ իրեն կուտեն, քեզ չեն տա։ Ինչքան ես իմացել եմ, ընդեղ ճանապարհին փող կլի վերընկած, մատանի կլի վերընկած, վերջապես մի որևէ մի իր կլի վերընկած, կամ մի միրգ կլի ծառիցը կախելած, իրանք չունես դու պոկես, իրանք չունես դու վերցնես, իրանք ունես մենակ կողքին կանգնես, զեկուցես միլիցիային, որ այս պահը այս բանը կա, բայց մեր ժողովուրդը ծնված օրվան ու գող ու գիշատի չածնվել։ Պակասն էլ լրացրել է տելևիզորն ու անտեր մնացած ինտերնետը, շարունակում է Հովիվ Անաստասը։ Ալասերված տելևիզորը դելա երեխեն ծնված չասմա ես որդյան եմ ելել։ Ուզում եմ ասեմ հմիկ բանը այդ տելևիզորը մեր երիտասարդներին փչացնողը խուժան ալիքնինա։ Դրանք պետք է վերացնվի։ Հենց այդ նոր բարքերից է, որ ջահելները չեն ամուսնանում, տելևիզորում ուրիշ բաներ են տեսնում, որ իրենց գյուղում չեն գտնում, տելևիզորի դզմզված աղջիկներին իրենց գյուղում չեն տեսնում, ու ման են գալիս, հա ման են գալիս։ Ամուսնացածներն էլ բաժանվում են, կամ մեծի հետ ապրել չեն ուզում, կամ էլ կամպյուտերումը մեկի գտնում, երեխանցը թողնում փախչում են։ Ու այդպես էլի անպարկեշտ ու սխալ բաներ, ասում է Հովիվը։ Ամուսնությունների հարցում ինքը Անաստասը փորձել է մի քանիսին խրատել, դարձի բերել, շատ դեպքերում չի հաջողվել, բայց չի էլ հուսահատվել, մանավանդ որ մի հաջող փորձ արդեն կա։ Երկու հատ ինստիտուտ էր ավարտել, այս ամոթ գյուղում այդ աղջիկը, ու իր տատի հիմել ես սարեցը յուղ, բան այդ օրը տանում եմ իրանց տուն, որ գնացի հա, դե հա այդ կինը տիչի, տարաքսին տիչի, Ենա այդ աղջիկը երեխեն եկավ չասավ գնացել աստի հարևանի տուն, էսա կանչեմ կա, եկավ այդ աղջիկը, եկավ վերջը իրա էլածը տվի իրան, չասավ աղբեր ասավ, դե հմիջ մի գնալ, սպասի ասավ սոր մաղարիչի գործ ունենք, պետք է մաղարիչ խմենք, այդ կինն էլ այդ աղջիկը սեղան նստեց սարքիլը, դա էլ գնաց, Կանյակը բերուց դրուց, լկչրուց, թե ասավ իմ ասավ տղա թորը ամուսնացել է, այս նրա կապակցության, ասի մալադես թող կապներում պինդելի, մի բարձից իրանան, առողջ ընտանիք կազմեն,
Վերջը, այդ մի բարակը որ խմեց ուզեր երկրորդն էլ լցնի, ասի չէ, այդ մաղարը չի հիմա ա, որ եկողին մաղարի չտա, մեր արաղիցը բի, այն արաղիցը խմենք։ Այդ արաղիցը բերուց, որ մինը երկուսը խմեցի, ասի բայց աղջիկը նովա, թե ասավ ես էլ իմ թորնա, բայց ասավ ամուսնանեմ չի, երկու ինստից ու տապրծել, ու չի ամուսնանեմ, հա, բա ինչն ա պատճառը, թե ասավ էդ չգիտեմ մենք, ասի ես հմի գիտեմ, ես հմի կասեմ ինքը կասի, հենա, ասի Աշե ջան, հմի ինչով ես ապրեմ, ինչով ես զբաղվեմ, թե ասավ հիմա ասավ էդ երկու ինստիտուտը պրծել եմ, հիմա էլ աշխատում եմ, ասի լավ ես անում, էդ էլ ա լավ բան, բա ասի հիմա դու զգում եմ, որ էդ ակիրտ աղջիկ ես, բա դու չես ուզում քու մտղիցը հանձնես այդ մեր հայերի հիմա, մեր Հայաստանում ունենանք զարգացածելի, որ սովոր են միշտ սովորող զավականի ունենան, որ ասի ասենց հարավ, դադի ասավ, խիչ ես գալի ասավ հադու դասախոս աշխատեմ, ասի մեր ապրանքնին բրախեմ չեր որ կամ դասախոս աշխատեմ, իմ պայմանը հմի էդ ձևի ա, գնաց է այս աղջիկը, 6 ամսից հետո իմացան, որ արդեն ամուսնացել է աղջիկը, էնա ըթենց ամուսնացել ա, հմի ներկամուսել Ամերիկայալ էդ աղջիկը, երևի են տղեն անդիանել էլ, թե անդիան ասեն մեր տղերանց ելել են եկել աստիան ամուսնացել։ Լավատես լինելու համար Անաստաս պապը կշարունակի մտածել, թե հայ տղայի է առել երկու ինստիտուտ ավարտ այդ աղջիկը, բայց մտքում մեկ է շարունակելու է հայհոյել գյուղի տղաներին, որ 1000-ու մի անգամ աղջկա կողքով անցել ու ամուսնանալու երջանիկ լինելու շանսը բաց են թողել։ Որովհետև լոդերն են շատ, վերի աստիճանի։ Ես մի բանում ես ուրախ եմ, որ այս մանկապարտեզից սպորտը, ճարտարխոսալը, արհեստը, բոլորը այն երեխանց հետ համ դիսցիպլինան ա լավ, որ այդ նկարը հետ այդ խացեկանին դնում են, ընդունում եմ, համ էլ այդ սովորիլը, սովորցնիլը, սպորտը հետը, ամեն աշխատան կատարում են, հմի հենես տղակա կարում չեն դարդակ, ասենք են սպորտի իշի վրովը թրչի, բդուրյա գալի։ Նրան ինչ ասես ամուսնանալը, հետո շատը այդ ծխախոտի հետևանքով նրանք օգտագործում են այդ հիմար նիկոդինին ու նրանք թուլացնում է։ Նրանք ես բժիշկ չեմ, բայց բժշկիցը առավել այդ հարցեր կա, որ նրանց նիկոդինին այդ տղամարդին ազդում է, վերքից կտրվում է, մի հատ ռենգելիստ ունեինք, ինքը թուրք էր, Վալենս անունով, այրմի աղթալի այդ բանում ռենգելիստ էր, այդ տղեն գնում են մի թազա ռենգել են տալի, Երևանից, ստանում են, որ բերի, գալու աղթը, որ Սևան են հասնում, տենում է, որ այդ շոֆերի բերանը փրփրեց, թե ինքը բժիշկ է, բայց կարում չի արգելակը գլխի լի, որ մեքենային ոնցի արգելի, որ կայնի այդ մեքենան, ու գնում են ոչ թե ջուրնը գնում են սարին բացրանում ու շուր տալի, շուր են տալի այդ կամպանը դատի ժամանակ այդ բժիշկը պատմում է, որ պատմում է այդ բժիշկին 3 տարով դատում են, որ դու սխալ ես, երբ նկատեցի, որ դու բժիշկ ես, որ նա բերանը փրփրում է, նա ուշաթափվել է, դու պետք է արգելման կարգը գիտացելիր վարորդի, որ անջատեիր այդ մեքենան, ոչ թե վտանգի հասնեիր, այդ պահի խաթեր 3 տարի դատում են, 3 տարուց հետո եկավ ինձ հետ ավտոշկոլ նստեց, ընդեղ սովորեր, ասի Վանես էլ հմի քունչին ա պետք է, թե ասմա
Համ էլ պետք է գա, որովհետև մարդ ենք էլի, ապրում ենք։ Ինքը միշտ իմացել է տարբեր իրավիճակներում ճիշտ արգելակելու ժամանակը, կարևորը դասեր քաղելով ապրելն է, վստահ է Պապը։ Օրինակ ինքը նույն սխալը երկրորդ անգամ չի կրկնում, հիշում է Խոպանից հազիվ պրծավ, եկավ ու էլ չգնաց։ Երկու աղբերով գնացինք Վոլգոգրադ։ Գնացինք ընդ սկսեցինք աշխատել։ Այդ աշխատելու պահը հենց ելավ, որ այդ աշխատանքը գիպսաբլոկնի ունեին, այդ գիպսաբլոկնին, որ շարում եմ, ասի գնամ հլե ինժիների կուշտը, այս ինժիներին ասեմ, ես որ հնենց շարեմ, մի կուրնել շպակլով կանեմ, որ մտիկ անես կասես ծվաղացա, ինչ ծվաղի հախը կտաս, ասավ հարկ չկա, այդ մարդն ասավ հլա, քեզ պրեմը կտամ, որ եկանում ես անեմ դու, այսքան բան, հենա ըթենց էլ պայմանավորվեցինք ու սկսեցինք աշխատելը, որ եկավ ամսվա դուսը մեր նարյադը արդեն տարանք որ գրեն, այդ գրելու պահը այդ բրիգադերին ասի, նել մի ֆրանկ տղեր Ստեփանավանայ, ասի Ժորա ջան, իմ նարյադը գրելու վաղտը, քանի քառակուսի շարատեմ ես բրիգարոդկեք, նրա կեսը գրեմ ես ծվաղած, չի ասա անհնար է, ես չեմ անիլ, որովհետև ես ինքս գիֆտ չեմ ստացել, ծվաղի չեմ կարալ ես գրեմ, ասի լավ, այդ մարդը չգրեց, գնացին նոր այդ ինժիների մոտ, ասի բրիգադիրը սենց, ասա նարյադը բերելա, ասի հա, այն նարյադը վեկալավ, ինձ էլ հետը վեկալավ, եկանք այդ շենքը մեջը մտավ ու սեց ստուգիլը, եկավ ասավ ատլիշնի, նստեց ատր կադրմնու, այդ մարդը իրա ձեռովը կեսը ծվաղած գրեց, եկավ կասիցը փողը ստացանք ու իմ եղբորն ասի էլստի չենք մնում, չեխի, ասի նրա հմա, որովհետև իսա այդ բրիգադիրը նախանձվել է, այդ շենքի շրջակայքում գործանելու վաղտը մինեք տենած մի քարպնջով գլխներու ստվուց, ես սրանցից շատ խուսափում եմ, եթե ինձ կլսես, այս գումարն էլ վեր ունեն, գնանք Հայաստան, ըթենց էլ արավ, լսեց, եկանք ու անցկացանք իր օջաղս պատրաստեցինք ասեցան։ Շարից փորձանքից հետո մնաց ու էլ չգնաց, փոխարենը մի մեծ գյուղական ապրուց ստեղծեց կով, խոզ, ոչխար, ամեն ինչ էլ ուներ ու էլի կունենար, եթե կողքից խանգարողներ չհայտնվեին։ Հովիվ Անաստասին ամենից շատ բարկացնում է, երբ պետությունն է օգնելու փոխարեն խանգարում իրեն։ Ամեն տեսակ ժուլիկություններով խանգարում, չի թողնում ապրել։ Աղբեր ասում է, գյուղացուն թողեք ապրի, ստեղծի, ձեզանից բան չի ուզում, բայց իր քրտինքով արտադրած արարածն էլ ձեռքից մի խլի։ Սրտահան եմ ըլեմ, մեր հմիկվա կառավարության վրա, առաջինը։ Ես ունեի 12 խոշոր ապրանք, այդ 12 խոշոր ապրանքը եկավ գարուն կուրը ես հիվանդ եմ, պարկած եմ տեղումս, մեր անասնաբուժ հախուանց Սերգոն Խամբելյանց, բերիշկը անասնաբուժը, եկել էր մեր գոմը մտել իմ տղի հետ ու արինը որպես հանելա, որպես բրիսիլոսի հմա։ Այդ մարդը համ արինա հանելա, համ հետը պարտավորա յուրաքանչյուր արյան հանածի վրա գրի կովա, մոզիա, էրինջա, ֆորթա, էտոնք նա նշանակեց։ Ու դե եկել համել են մյուս գոմը, են մյուս գոմինն էլ, ըթենց նույնպես ոնց որ ըտեղա կատարել։ Ու վերակենեմ, մի շաբաթ անցկացավ արանքը, մեկ էլ ընտենանք եկավ, թե բա այդ գոմի ապրանքը 6 հատը բրիսիլոս է։
ես խիստ ջղայնացա, ասի, եթե նա բրիսիլոսա, խիչ ես դու բրին անմը շեստել, կովա, մոզյա, էրինջա, թե ասմայնա ես գիդեմ էլի, որ ուր են գարգում, ահա մեր կառավարության այսօրվա շնոքը, եթե մեզ թույլ չի տալել, որ մենք երկրորդ անգամ տանենք, դրան անալիզ անի, ստուգի տենանք, ճիշտ է թե սխալ։ Խարապ ապրանքը ես մի անգամ էլ դաժե նրան չեմ օգտագործում։ Այդ խարապը մորթի տուքուշներին։ Իսկ նրանք առան կպան, թե չէ, պետք է ստանենք, հանձնենք։ Դու իրանք չունես սրան ծախելու, դու իրանք չունես մորթելու եւ այլ բաներով։ Այդ եկածը հրազդանից շոֆեր տղա էր։ Ես ինքս հարցում էլա, որ բարձեն այդ ապրանքը տանելու։ Ասում եմ տղա ջան, բա սրան ուր եք տանը։ Ասավ հրազդան, մենք ունենք կոնսերվի գործարան։ Տանը մենք ընդ գավազին պատրաստում։ Որն էլ ասում է ծնելու է, թողում ենք ծնեմ, որն էլ վերջապես աճելու է, աճեցնում ենք։ Նրանց ասած խոսքը, բայց իր ուր չի բռնում, եթե նա բրիսիլոսա, նրան իրանք չունես դու պահես։ Տանիլն ու ռասխոդանիլը պետք կնա, ոչ թե տանես գավազին պատրաստես, վեր ժողովրդին էլ հիվանդացնես, այս պատճառով մեր կառավարությունը պիտանի չի։ Կովերը տարան, ես էլ լուսակտրվեցի, ում հմեմ պահեմ, ում հմեմ չարչարում աղջիկ ջան։ Այդ երբ երել է։ Դա էլ է սրանից 2 տարի առաջ։ Այսքան բան։ Մեզ աշխատողի մեջ կկոտրողը մեր կառավարության աշխատողնին է, որովհետև տեղ չեն թողում բողոքելու։ Ում բողոքեմ։ Գնալու ասում է իրանք չունես։ Այդ հարցով չի կարելի դիմել։ Ուրեմն եթե չի կարելի, մենք արդեն կամավոր ստրուկ ենք, ծառայում Հայաստանի այն տզրուկների հիմա։ Էլտյան դենը ես ասելիք ոչինչ չունեմ։ Հովիվ Անաստասը սրտաբաց մարդ է, եղած ոչխարն էլ պահում է ավելի շատ ոչ թե եկամուտ ստանալու, այլ լավություն անելու եկած հյուրին աղ ու հացով ճամփելու համար։ Իսկ ընդհանրապես Անաստաս պապը պատահական մարդ չէ, 14 տարեկանից աշխատում է, սովորում գյուղի ու քաղաքի թատերական ու ասմունքի ակումբներում առաջավոր էր, հետո սիրեց մեխանիզատորի գործը, երկար տարիներ աշխատեց ու ձորի մարդկանց օգտակար եղավ, հետո հովիվ գնաց ու այդպես էլ կյանքն անցավ։ Միայն թե վերջին տարիներին մի քիչ առողջությունը կաղեց, բայց փառք Աստծո լավ բժշկի հանդիպեց ու հիմա առողջից էլ առողջ է։ Ստուգեցին են մարդիկը, որ սիրտը տա։ Սրտի դեմ ինձ այս 2 տարին իրանք ինչ եղեր նշանակեցին, մի շաբթեն վրա այդ շնչառությունը դզվեց։ Ու թենց հա սկսեցի օգտագործելը։ Ամիսը կարելի ասել մի 40 ռուբլու գեղարն էի։ Խմիչքը բժշկուհիս մալադեց։ Ասավ չես խմելու, պապի ասավ չես խմելու խմիչքը, բայց ես լուբիտել եմ խմելու։ Որ ասավ, ասյա, եթե բժշկի եմ եկել։ Նա ինչ խորհուրդ տա, ես պարտավոր եմ լսեմ։ Ու տենց էլ լսեցի, վնասել չարի աղջիկ ջան։ Հիմի չես խմում։ Չէ։ Հիմիկվա իմ խմիլը, ասենք, թորների ասենք, ըլմածանուն կանունք, մի ուրախ առեթի հաշով, հա մի 100 գրամ ասենք, օխնում եմ խմ։ Ու վերջ։ Բայց ինչ-որ պաստայենն անենք, այդ չկարելի։ Լսում եմ ու իմ այսօրվա առողջությունն էլ ինչ, որ շարակարայի մղաքին վազի գնալ, ես նանի արագ եմ գնեմ։ Հիմա էլ առաջներում էլ ջահել ջիվանտարիներին անասն էլ միանաս էր, բոյ բուսաթով, պինդ բազուկով լեզուն էլ ճարտար։ Դել ոնց դիմադրեին գեղեցկուհիները կամ էլ թե նրանց ծնողները, առողջ թատերականից սովորած, ասել խոսելով ջահել շիմատ տղին։ Ասին քեզ հարկավոր է 2-3 աղջիկ էլ տա։ Ոչ թե մենակ այդ մինը, որովհետև
բազմակողմանի արհեստ այն պահամը իրանց մոտ, որ ես սկսեցի օգտագործելը, այդ մարդն ասավ արա, ես բացի չոբանությունը ուրիշ բան չեմ կարամ անեմ, բայց սա համ լավ խմեմ, համ լավ աշխատեմ, համ հետնելուս է աշկաբադ մարդ ասավ, սարան մին ինչ է։ Այնա իրեքը կուզեիր, չկար։ Հա։ Այնա իրեքը կուզեիր։ Դե ես ինչ գիտեի, որ սա երկար կապրեմ։ Նրան ճանաչիլը սենց էր, մի վարդևորի, իմ մոքրի տղա Ռուբիկը, ինձ ասավ արի գնանք վարդևոր, իմ անորանստու, ասի գնանք։ Այդպես էլ որ գնացինք, այդ իր աղբոր Միրզամը Սուրիկ էր անում է, Մանիկ էր կնոջ անում է, Այդա էր աղջկանում է, վերջը այդ բոլորի հետ, այդպես դպրոցումն ենք պես ու ճանաչ, այդ հիվանդանոցումն էլ այդ Սուրիկը տնպես բարեր, վերջը տենց ճանաչեինք, գնացինք ընդեղ, վերջը միջև ավտոն գա, որ գնատենք Սարատենք գնալ, իրանց ծառի տակ խնձորքի ունեին մեծ, այն խնձորքու տակին սիաղան բացեցին, գնացինք նստեցինք, կերան խմեցինք ու ասինք մեր բարի ճանապարհ դեպի Սարը, գնանք ուր խացնենք ընդի սարվարներին, մենք էլ մեր բարի պասով վեկացան գնացինք, աղջիկ ջան, այդպես էլ ու այդպես էլ հավանություն տվի, ասի անաստած պարտավոր ես ուրեմն ամուսնանալ։ Ինչի էիր պարտավոր հարցնում եմ պապին, դե ծնողներիս համար ասում է Հովիվ Անաստասն ու օրինակ բերում է սորվա ջահելներին, որ այդպիսի պարտավորություն իրենց վրա վերցնել չեն ուզում, այսինքն ծնողներին շուտ ժառանգ պարգևել, ուրախացնել, չէ, դժգոհ է պապը։ Հմիկվա ջահելությանը հավանում եմ նրա համար, որ ջահել մարդ է, բայց որ մնում է նրա վարքը, նրա գաղափարը, իր չին գնամ։ Հետ չի իրության գնամ։ Հմիկվա հարդներին հավանում ենք, որ եթե կարեմ ես, ամենառոճկին տանես նրան մի 30 մանետ տաս։ Աչքի լիսնա, այդ ժամին։ Իսկ այդ ժամը որ անցկացավ, էլ քվիտ։ Դրա համար էլ ջահելների հետ քիչ է գլուխ դնում պապը, ինքն իր հանդերը, մաքուր օդն ու ջուրը։ Գյուղում էլ իր արհեստանոցում է, որտեղ հազարափեշակ Անաստասի մտքի փայլատակումներից նոր գյուտեր են ծնվում։ Նորարություն կատարելու բանի հիմա մի հատ է։ Երկաթը այսօրվա դրության դարբնոց ունեմ, շինած։ Ես առանց սովորելու ասենք, աշկերտի մոտ չեմ գնացել որպես աշկերտ էլի, ինքնուրի։ Այդ աշխատանքը կատարելու հիմա։ Մի հատ դարբին կար, որ գնացի կուշտը սկսեցի, ասենք ինչ պետք գնամի զուբի սարքեմ, մի ապրավկա սարքեմ, այդտենց որ պատրաստեցի դուրս գեի, ինձ սենց արավ, տղա ասավ, էլստի չմոդանաս, ինչ պետք գնա գաս ինձ կասես, ես կպատրաստեմ, նախանձվեց, որ ես այդ բանը պատրաստում եմ, ես էլ ասի ուստամաղակ, լավ իմացի, ես աչկով եմ գուանամ, ոչ թե ձեռով, ես Եվրոպայի մարդ եմ, ոչ թե ձեր։ Եվրոպայի մարդ Հովիվ Անաստասը թեև ինչպես ասացին Եվրոպաներում չի եղել, բայց մեկ-մեկ սարերում եղած ժամանակ շատ է պատկերացնում եվրոպական աղմկոտ քաղաքները, հագու կապով մարդկանց ու մտածում, որ իր հայրենիքն ամենալավն է։ Այսպիսի մաքուր օդ ու ջուր դժվար թե այնտեղ Եվրոպաներում լինեն։ Այնտեղի մարդիկ դժվար թե իր նման հոգսեր ու մտքեր ունենան։ Այնտեղի մարդիկ հազիվ թե ինչչափ ազատ ու անկաշկանդ լինեն։ Միտք է անում միտք ու այդպես խորհելով օրերն է գլորում Հովիվ Անաստասը կնդարանի բարձունքում, որ բառացի նշանակում է կենթանարար, այսինքն անգամ հիվանդին կենթանություն տվող։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։